այդ նորմալ է, երբ որ ամորձին իջած է, բայց բարձրանում իջնում է, դա որևէ պաթոլոգիա չի։ Ուղղակի պետք է հիշել, որ միջազգային օրոլոգիական, մանկական օրոլոգիական ասոցիացիաները տալիս են, որ պրոգնոստիկ առումով եթե ամորձին փոշտում է, բարձրանում, իջնում է իր արտադրած սերմի հորմոնների եւ այլնի որակը ոչ մի ձև չի փոխվում, բայց պետք է իմանալ, որ դեպքերի 1/3-ում ինչ որ պատճառով այն ամորձին, որը որ ավելի փոքր տարիքում գնահատվել է որպես կեղծ կրիպտորխիզմ, հետո դառնում է իրական կրիպտորխիզմ, այսինքն ամորձին լինում է վերևում ու հետո էլ ինքնուրույն չի իջնում փոշտ։ Ինչ հետ է դա կապված, մի քիչ դժվար է պատկերացնել, երկու ֆակտոր կա, որ պետք է հաշվի առնել։ Առաջինը ավելի հաճախ հանդիպող տարբերակը, որ սկզբնական զննման ժամանակ ճիշտ չի գնահատվել, որովհետև երբ որ ամորձին ֆիքսված է ալնում փոշտի մուտքի շրջանում ու գոբերնակուլումը մի քիչ էլաստիկ ալնում կամ երկար ալնում, շոշափելով ամորձին հնարավոր է իջացնել փոշտ, բայց այդ դեպքում իջացնելուց հետո, երբ որ բաց ենք թողում ամորձին, ինքը զսպանակի նման միանգամից արագ բարձրանում է վերև, թռնում է վեր, դա նորմալ չի։ Նորման իջեցնելուց հետո, առաջինը ամորձին պետք է իջնի այնքան, որ իր վերին բևեռը լինի ցայլոսկրից մոտավորապես 3 սանտիմետր ներքև։ Դա նորաստանային տարիքի համար, մեծերի համար մի քիչ ավելի շատ։ Եթե այդքան իջնում է, դա նորմալ է եւ դրանից հետո բաց թողելուց պետք է ինքը, եթե կրեմաստեր ռեֆլեքս ենք առաջացնում կամ ցուրտ ասենյակը կամ ձեռքերն անհատազողի տողից, դրանից ելնելով էլ ինքը կարող բարձրանա վերև, բայց ոչ թե զսպանակի նման միանգամից թռնի վերև, այլ կամաց մեխանիկացման հաշվին բարձրանա վերև։